Մենակ այս իշու երկրում, որ կոչվում է Հայաստան, միջանցքը կվերցնեն կտան 24-76%-ով, նայեք ոչ 60-40 էլի, ու սա կներկայացնեն հաղթանակ։ Ես այսօր լսեցի Պետրոսի մոտ են ինչ-որ բանավեճ էր, կարծես պետք է երկու բևեռ լիներ կողմ ու դեմ էլի։ Այս միջանցքի հետ կապված այդ հայտարարության հետ, որ Արաբաթը արեց վերջերս Ուիտկոֆի հետ։ Ու ինձ ահավոր այն արունը խփեց գլխից, երբ լսեցի Ստեփան Գրիգորյանին, այդ վիժուածքին, այդ Նիկոլի Տերմացկին, թե ոնց էր ներկայացնում մի հարցին պատասխանում, երբ այն մյուսը էլի ասում է, դե վատ չէր լինի, որ մենք փողը դնենք, տոկոսը շատ ելներ մեր, մենք վարկով վերցնենք, մենք այդ ճանապարհը սարքենք։ Հələ հիմա լսեք այս դեգեներատը ինչա պատասխանում։ Անգլիկան ձեր տեսակետը։ Ճիշտ ասած, ես զարմացած եմ, եթե մենք կարող ենք 500 միլիոնը ներսում սոցիալական հարցերը լուծելով այդ ուղղությամբ դնել, ինչի դնենք ստեղ, եթե ամերիկացի եկամուտը շատ կլինի։ Չէ, ես կասեմ այդպես, այս կոնտեքստով եկամուտի վրա նայել իմ կարծիքով ամենագլխավոր խնդիրը չի, ես նոր ասեցի, որ եկամուտները կգան, բայց լսեցիք, չէ։ Տեսեք, ասում է, ավելի լավ կլինի այդ փողը դնենք սոցիալական բաների վրա։ Աննասուն։ Նայեք, այս երկու բևեռ նստած են այս հաղորդման մեջ, ես այս հաղորդումը շուտ էի ուզում անել, մեկ անընդհատ էմոցիային էի տալիս ավելի լկտի էր ստացվում այս ներվային բանով, վիրավորված ավելի շուտ էլի։ Վիրավորված, որ դու տխմար հայրենակիցներ ունես էլի։ Սենց անինքնասեր ժողովրդի զավակ ես ազգի։ Դա համար չէր ստացվում։ Հետո գործով գնացի, ես հիմա Մոսկվայում չեմ, բայց այսօր այդ հաղորդումը լսեցի, ասում եմ, մի խոսքով չափը չանցնեմ ցենզուրայի։ Տեսեք, այս վիժուածքը ինչ է ասում, որ ասում է սոցիալական բաներ ինչ որ տանք, նայեք, հիմարություն պարզապես, սա նիկոլական պրոպագանդիստ է, մոնիպուլյացիա անող, իրականությունը խախտող, որ ձայնագրություններ կա, կտրտող, իրար միացնող, պարզապես խորքային անասունի համար աշխատող վիժվածք։ Վիժվածք, որ տարբեր սրա երբ բերանը բացում է, մենակ ասում եմ, խափում է, ստում է եւ սա պետական դավաճան է։ Բարից բուն իմաստով։ Թե ուզում եք տեսնեք պետական դավաճան, դրանք ինչ որ գլխարկներով, ակնոցներով բաներ չեն։ Էլի այսպես պոռնկացին երևույթներ են, որոնք ապրում են ձեր կողքը։ Ես հիմա սա թող չընդունեն ինձանից որպես բան, էլի, այսպես ատելության խոսք մարդու նկատմամբ կամ ռուսերեն ոնց է ասում, տրավլյա։ Բայց եթե մեր ազգը թասիբով ազգ լինի, օրինակ այս անասունը, ու այդ մնացած անասունները, որ այդտեղ Պետրոսի մոտ հաճում էին, էլի, ավելի շուտ գիտեք, դա ոնց որ բան լիներ, օլիմպիադա լիներ, ով ավելի լավ Աբրամստանգի ամերիկյան, էլի, այդ լուլեն կարնի բերանը եւ ինչպես դասականներ ասում էր, գլը կանի։ Սա էր ամերիկացու մենք կներեք խերը սարքել են պաղպաղակ, քակնել շոկոլադ, քսել են վրեն ու լբստում էին։ Կներեք, էլի ուրիշ ձև չկա այս հիմարություն, այս ազգային խայտարակությունը, որ արդարացնում էին ու գիտեք շնորհավորում, նենց ցնծությամբ էին ներկայացնում սրանք։ Որ մեկը չասեց, այ Ստեփան գլուխ Գրիգորյան, այդ որ Վրաստանը գազամուղ իր տարածքով տվեց, որ քաշեն, նավթամուղը քաշեցին, այդ երբ Վրաստանը գնաց վարկով փող վերցրեց, որ այդ ամեն ինչը քաշեր։ Հասկանում եք։ Այս հարցը, տեսեք, չեն տալի լավ հարցեր։ Չի եղել տենց բան։ Վրաստանը ասել է, ով է օպերատորը։ Արի ախպեր ջան, քաշիր, գործերդ պրծի, փողը դիր, հետո ես չափիչ սարքը կդնեմ, ասես ջրաչափի պես մեծ էլի, դե հաշ պատկերացեք, գազի կամ նավթի էլ է թեղուկի։ Կչափեմ, քանի խորանարդ մետր են, քանի բարել նավթ ա գնում ընդեղով, ինձ էլ մանի կտակ իմ գրպանը։
Իսկ տեսեք, այսօր մենք ինքնիշխանություն, տեսեք, մինչև 15 անգամ ինքնիշխանություն էր Արաբաթենից ոռնում։ Ինչ ինքնիշխանություն, դուք այսքան բան չեք անելու։ Դուք այսպես հարցը չեք դնում, մենք ինչի պետքա պարկ վերցնենք, որ սարքենք, ուզողը թող գա սարքի, մեզ էլ հարկը տա։ Որ մարդկանց խորքային անասունի համար, էլ են խորքային տգետ են անասունը, որ սրանց լսում է, էլի։ Просто այդ անասունին էլ եմ ես հասկանում, էլի։ Ախր այն կողմներում լսի, ես տգետ լրագրողներին, որ սաղ օր ընկած, այս օրհասական, այս լուրջ խնդիրը թողած քննարկում են կառավարության բանը, պրեմիաները։ Խալքի գրպանի փողն են հաշվում։ Այն Քոչարյանի Սերժի ժամանակ ոչ մեկի գրպանի փողը չի քաշվում։ Պիտարասներ իսկականից արա։ Հիմա տեսեք, թեմա եղել, թիվը դրել են, այնտեղ սաղոր սրանից են խոսում։ Այդ անասունն էլ է տեսնում, տեսնում երկու կողմն էլ անասուն, ասում է որն են։ Ասում ես կամ ինչ արա, Սամվել Կարապետյանը, տեսեք, անդիմադիրներից ոչ մի բևեռ, այս Արաբաթի այս տոկոսներին, այս ամեն ինչի չանդրադարձավ։ Ու ասեմ, դες չեն էլ անդրադառնալու։ Որ իշխանության է գան սրանց արա Ամերիկայի դեմը միացեց ունք չեն բարձրացնելու։ Անցած իմ հաղորդմանը ասեցի։ Ռոբերտ Քոչարյանը կարողանա Ամերիկայի դեմ բան խոսալ։ Նա Ամերիկայի դեմ ինչ մեծ դեսպանատուն տվեց։ Ամենամեծ դեսպանատունը տվեց երևի տարածքով։ Սա գնա ամերիկացու դեմը խոսա։ Մի անգամից նավարի բաները, պասպորտները Տրամպը բան կանի, կչեղարկի։ Գանի կշպրտի դուրս։ Կամ Սամվել Կարապետյանը խոսա, մի անգամից բան կալեն։ Սև ցուցակը կգցեն, սանկցիաների տակ կմտցնեն, փողերը կսառեցնեն։ Հենց որ այս դաշտում տեսեք ոչ մեկ չի էլ մի հատ չեն էլ հաչում, արա, որ ասում են, մի հատ սեն ծավկի պես է, որ մեկը չի էլ խոսում։ Խոսում են ինչից, այն բաներից, քաղբանտարկյալներից, եկեղեցուց, բան, պրեմիաներից, ԿՊ-ի։ Այս է։ Նայում ես իրար վրից արա հերթով շնորհավորում են Սամվել Կարապետյանին ազատվելու համար։ Այսքան քաղբանտարկյալներ կան, նայեք։ Տեսեք, Սամվել Կարապետյանը իր մաշկը փրկեց, կաշին փրկեց։ Եթե նա ավելի խիզախ մարդ լիներ, ավելի ներսից էլի, փորձեր այդ ընդդիմությունը համախմբեր, ինչ որ ժողովրդի մի զանգվածի մոտ սիմպաթիա առաջացներ։ Պետք է հələ դեռ անցած տարի երբ ինքը հաղթեց այդ դատը, էլի, հրաժարվեր այդ պայմաններին։ Հրաժարվեր իր ոտին ինչ որ պավադոկ գցեն, բրասլետ գցեն, կարճ պավադոկով Նիկոլետաներ կապել մոտակա ստոլբին, էլի։ Երբ որ ինքը բանտից կարող էր ավելի շատ խոսալ, իր փաստաբանների, բաների միջոցով հոդվածներ հրապարակեր, կոչեր, հիմա իրավունք չունի անելու։ Տեսեք, Նավալնին նստած էր բանտում, Նավալնին շատ խիստ բանտում է ցուրտ այդ անունը Սավա էր, ինչ էր, Պալյարնա է Սավա, թե ինչ տենց բանտ կար։ Անդերից միևնույն է իր փաստաբանների միջոցով հոդվածներ էր հրապարակում։ Բայց տեսեք Նիկոլը հիմա Սամվել Կարապետյանը ոչ մի բան իրավունք չունի։ Սա հաղթանակ են բանանում, շնորհավորում են ընդ Մոսկվայից, որտեղից ասես, իր բլոգերները, իր մեյմունները, վայ Սամվել Կարապետիչ շնորհավորում ենք։ Թող հաղթեն մի հատ սրանց գլուխը ծամեն, նոր շնորհավորես։ Հենց որ ես սա հաղթանակ չի, սա հակառակը, սա ծալվեց Նիկոլի տակը, ասենց ասած։ Եթե ինքը այդ բնավորությամբ ասում եմ լիդեր լիներ ու Նելսոն Մանդելան 20 տարի բանտում նստեց, արա իր պայքարի համար, նստեիր, ասեիր միջև բոլորով կդուրս գանք, բոլոր քաղբանտարկյալները միջև դուրս չգան, ես էլ դուրս չեմ գա։ Այ ոչ թե հելավ իր կաշին փրկեց ու ինչ դաս տվեց ապագային, այն այսա ինչա նոր սերունդին դասյարակում։ Փրկեք ձեր կաշին։ Ձեր մորթին ամենաթանկն է։ Հայրենիք դա ապուշություն է։ Մորթին սեփական այս կաշին ամենաթանկն է։ Փրկեք։ Այդ թե ինչ խորհուրդ տվեց Սամվել Կարապետյանը, ես սենց եմ դիտարկում, ես իմ բնավորությամբ ավելի բան մարդ եմ։ Ես օրինակ տեսեք, հնդիկներին ինչքան է բանանել, կարա իրանց Մահատմա Գանդին որ կար, երբ որ այդ քաղաքացիական պատերազմ սկսեց այդ Պակիստանի մահմեդական եւ հնդիկ ժողովրդի մեջ, այդ նույն ազգից այդ կեսը սենց այդ իրանց բուդդիստական են գնում, այն կեսը բան էլի, մահմեդական։ Արա մարդը համարյա մեռնում էր, հացադուլ էր հայտարարել։
Չեր ուտում, չեր խմում, ոչ մի բան, հենա որ այդ առնահեղությունը կանգնացներ։ Այ դրա համար դրանով ենք մենք տարբերվում։ Էլի մեր մոտ արա մեր սեփական կաշին փրկես ոնց է, տես կաշին փրկեն գնան դառնան դրսում հերոսներ, բան, լեգենդներ, էսա։ Իսկ ինչ որ բանին է, նայեք, այս դրանով են զբաղված էլի, վերաբերվում այս միջանցքին, ես ձեզ ասեմ, ես զարմանում եմ 60-40 են խոսում, որ ես հələ դեմ եմ ասում, լսեք, даже 50-50-ն է շատ, էլի։ Ես հասկանում եմ Հայաստանը պարտվել է պատերազմ, ծանր աշխարհագրական դիրքում է, հասկանում եմ այս ամեն ինչ, էլի։ Բայց դա 60-40-ը դարավ 26-74։ Այս ոնց եղավ։ Ես ասես մեկ մտածում ես, ասում ես կարող է սրանցից մեկը որոշեց sense ինկոգնիտո փայ մտներ, ամերիկացի կետ ասել ես իմ անձնական գրպանը կմտնի, էլի։ Ոնց որ Ռոբերտ Քոչարյանը հայրուս գազարթում քաշեց տոկոս իր ընտանեկան բանին միացրեց, էլի։ Սկսեցին ղեկավարել։ Sense կար կասկած էլի, բայց ասում այդքան դուխ չէին անի սրանք, էլի, Նիկոլենք։ Էլ ամերիկացու հետ տնձևի գործարքի։ Բայց ով գիտի։ Ով գիտի ինչ որ մեկը 16% ինչ որ մի ընտանիք, մի հատ ինչ որ offshore-ային մի ֆիրմայի միջոցով sense տրաստовый ֆոնդ են դրանք կարծեմ, էլ ինչ որ միտեղ մեկին միջոցով sense որ չերևա ինվեստիցիոննի ֆոնդի միջոցով փայ է մտնել, ով գիտի։ Ես է սրան էլ կհավատամ սրանցից։ Կա տարբերակ մյուսը, որ ես Պարսկաստանի հետ էս ամեն ինչ որ խառներ, սրանք ափալ-թափալ վազեցին Ամերիկա, բա մի բան արի, մի բան գրենք, մի հատ կողքդ նկարվեն, Ուիտկոֆներ կարծեմ, որ հանգարց ընդեղ ին վրա բան չանեն, էլի, որտեղ Պարսկաստանի հետ ինչքան վատ լինի, վտանգավոր է, էլի, Ադրբեջանը կարող է հաբրգի ու այդ զենքով մտնի ու խլի այդ ամեն ինչը։ Ես էսել եմ կասկածում, որ կարող է գնացին դրա համար մի բանը համոզեցին 60%-ից իջացրեցին 26%, մենակ թե մի քանի օրվա մեջ մի հատ ալի կողքից կանգնի, նկարվենք, մի բան հայտարարենք, էսել եմ մտածում։ Ես լսում եմ, էլի, ես ոնց են ներկայացնում ես ճանապարհ, էլի, ու ոնց են ներկայացնում այդ front office-ն ու back office-ը։ Եկեք ձեզ sense կարճ բացատրեմ սա ինչ է, որտեվ սա շատ սխալ են ներկայացնում, էլի խափում են։ Դուք բացեք Google-եք դա մարքեթինգի գրքերում, դասագրքերում գրված է, լույս մարքետոլոգի հարցնեք sense քեբաբչի էլա, քեբաբա մարքետոլոգ, էլի կասի front office-ն ու back office-ը որն է, էլի front office-ը դա նա է, տեսեք։ Front office-ների հետ Մոսկվայում կա աշխատանք։ Մեծ քաղաքներում նայեք, երբ որ դու ունես արտադրանք, ինչ որ մի բան արտադրում ես, էլի, որ պետքա վաճառես, բայց դու անձամբ վաճառքով չես զբաղվում։ Դու չունես առաքիչներ, մենեջերներ, այնտեղ կա call center, որ զանգեն, պատվեր տան, մի խոսքով այդ ամեն ինչով չես զբաղվում, ամեն ինչ ուղարկում ես ինչ որ մի բանի, պատրիատչիկի նա այդ ամբողջ լոգիստիկայով զբաղվում է։ Այդ դա է front office-ը։ Ու կա back office, որը զբաղվում է այս բանով, ներսի ադմինիստրացիան է, այդ բաժնետերերն են, դրանց ժողովներն է, փաստաբաններն է, հաշվապահներն են։ Հասկանում եք ներքին։ Արտադրանքով զբաղվողն է, այդ տեխնոլոգն է արդեն, այդ զավոդն է ու իրանց այդ ադմինիստրացիան։ Այդ էլ մտնում է back office-ի մեջ։ Դրա համար front office-ը սա է, որ սրանք սխալ են ներկայացնում։ Պետք է լինի տրիպը, դա կազմակերպությունն է, օրինակ փակ բաժնետ իրական, որի բաժնետոմսերը շուկա չպետք է դուրս գան։ Ու որտեղ Հայաստանը մենակ վետոյի իրավունք ունի, բաժնետեր փոխելու մեջ, էլի։ Բայց բարձրավոր այդ ձևական բան է, էլի։ Ու իմ կարծիքով այդ 74%-ը պետք է բաժանվի համարյա հավասար Ադրբեջանի, Թուրքիայի ու Ամերիկայի մեջ։ Այդ ֆիրմեքը էլի։ Մեկ այդ ֆիրմեքը, որ ոնց են վերցնես այդ ամբողջ այդ ամեն ինչով զբաղվողը, դա մի քանի ֆիրմա է։ Դա մեկը հենց British Petroleum-ն է լինելու այդ օպերատորներից մեկը, մյուսը լինելու է հենց այդ նույն օպերատորը, ով որ այդ ճանապարհը սարքելու է, օրինակ Կասպից ծովից մինչև Սև ծով, էլի, Թուրքիայի բանով, տեսեք, այդ մի քանի հազար կիլոմետրանոց ճանապարհից այդ 40 կիլոմետր էլի։ Դա էլի նրանք են լինելու։ Այդ front office-ը իր այդ օպերատորը հտալու այդ նույն ֆիրմաներին։ Ամենատրամաբանականը դա է։ Պարզապես այդ ձևական մեջտեղը կլինի ինչ-որ մի հատ տրիպ, ինչ-որ մի ֆիրմա, որ
Հայաստանի հարցերը կլուծի ավելի էժան ձևով։ Դա հավատացեք, այդ նույն օպերատորներին ավելի ձեռնտու է լինելու, քան թե եթե Հայաստանի հետ հալալ ձևով այդ ճանապարհը գցի։ Այդ են անելու։ Ձեզ Վրաստանը բացատրեցի ոնց է նավթը գազը մտնում, էլի, կամ նույն գրուզավիկը, երբ որ կամ ապրանքը Ռուսաստանից օրինակ մտնում է կամ ծովից գալիս է, կոնտեյներից իջացնում են, բերում են Հայաստան, տրանզիտ է գնում։ Այնտեղ կողք բան են գցում, բան, ինչեր անում են, պլոմբում են կոնտեյները կամ գրուզավիկը կամ բագաժնիկը, այդ ապրանքը հասցնում են սահման, պլոմբը հանում, որ վրացական շուկայում դու այդ ապրանքը չծախես, էլի չմասկսազերծած։ Այ դա է։ Այդտենց պետք է լինի, տեսեք, մենք Վրաստանի տենց ենք անում, բայց հիմա այնտեղ ինչ է լինելու։ Իմ կարծիքով լինելու է Սկառասնոյի ճանապարհ, օրինակ ով օգտվել է այդ մագիստրալներից վճարովի, տեսել է։ Գալու է Ադրբեջանի Էզբերանից մինչև Նախիջևան, էլի։ Այդտեղ լինելու է երկու հատ պունկտ, որտեղ ոմանք է տրանսպորտերով կանցնեն, որ այդ միանգամից էլեկտրոնային այդ փողը գանձում, էլի գրուզավիկի կամ բանի։ Ադրբեջանը դա է անելու, իր քաղաքացին այսպես վզալ են մտնելու այնտեղից դուրս գա։ Միգուցե լինի այդ ձևի ինչ-որ մի համակարգ, որ վերահսկի քանի մեքենա է մտնում անցնում։ Նենց որ այստեղ Հայաստան ինքնիշխանություն, սրանք խափում են, չի լինելու։ Ոչ մեկ Ադրբեջանի այդ ֆուրը չի բացելու, նայիս ապրանքատանում թե անձնական մարդա գնում իր մեքենայով, որ նրա այդ բեռների վրա պլոմբներ գցի միջև սահմանից դուրս գալը։ Այսենց են անելու իրանք թունելներով բանով այդ ճանապարհը լինելու Սկառասնոյի։ Իսկ հիմա կլինեն արդեն իջնող սիեզդներ, որ են իջնում արդեն Հայաստան, էլի խաչվում է ճանապարհը, այս մեկը գնում է օրինակ Նախիջևան, այն մեկը իջնում է բան Հայաստան։ Այդտեղ էլ բանը կանի։ Արդեն այդտեղ կլինի տամոժնյան հայկական։ Այդտեղից այդ բեռը կմաքսազերծվի, կմտնի Հայաստան։ Եթե Հայաստանից գնալու օրինակ Վրաստան, կարող է այնտեղից դնեն մի հատ այդ նույն պլոմբը դնեն, բանի տրանզիտի ու գնա մտնի Վրաստան։ Ես արդեն նայած ոնց կգնա, էլի այդ լոգիստիկի այդ ֆիրման ոնց իր մարշրուտը կորոշի։ Այսա լինելու։ Այստեղ Հայաստանը մեծ փողեր չի աշխատելու։ Եկեք հիմա վերցնենք բանը, նավթամուղ, գազամուղը։ Լավ գցեցին։ Էլի օպերատորները այդ ֆրոնտ օֆիսի միջոցով կառավարելու է նույն ընկերությունը, որը որ վրա Ադրբեջանից հասնելու է Հայաստան կամ Հայաստանից հասնելու է մինչև Սևծով։ Նույն ֆիրման է լինելու բանը։ Ֆրոնտ օֆիսում նստած։ Ու բաժնետերը իտոգում հենց այդ 100%-ի էլ էս թրիպի։ Փայատերերը նրանք են, դա այդ ընդհանուր մի շահառուն, հետաքրքրվող կալենդար այն Վազգենի ժամանակվանից այս ծրագիրը կար, ոնց էր կոչվում, մոռացել եմ։ Բան, մի խոսքով անունը մոռացա, բանի, Գոբլի պլան, կարծեմ հա, Գոբլի, այս նույնն են հա, տեսեք, իրանց նպատակը մեկ է, ֆիրմեքը մեկն են, բիզնես դնողը մեկն է, շահառուն մեկն է։ Դրա համար նրանք հիմա օրինակ Հայաստանից դեսումա որոշելու են մեծ տոկոս տան, օրինակ ամեն մի խորանարդ մետր գազից կամ նավթից։ Չէ, նվազագույնը իջացնելու են, օրինակ եթե Վրաստանին ինչքան տալիս են, կարող է 5 անգամ քիչ որոշեն։ Բաժնետերերը կանեն ժողով, կնստեն ու կասեն, «Всё, գյոթուփոխլու Երմանի, քոնը 26% է քո ձայնը, քո ասած թիվը մեծ ձեռնտու չի։ Մենք որոշեցինք, գցենք, այս թիվն էլ կլինի»։ Ինչ է անելու։ Այստեղ վետո իրավունք չկա։ Գլուխը կախ պետք է հայը ընդունի։ Դրանից էլ վերջում կտան մի 26% կասեն, հեսա գնա այս թուլափայով ապրե։ Այսա են անելու։ Ամենակարևորը դա նավթագազամուղերն է։ Դե չէ ավտոբանից այդքան մեծ փողը, նայելա փող, բայց դրա վրա չի։ Կարևորը տեսեք, Վրաստանի բյուջե տարեկան մտնում է $200 միլիոն մենակ նավթագազամուղից։ Իսկ ուղղակի պատկերացրեք այդտեղից ինչքան կմտնի, ինչ չափի նավթ ու գազա գնալու։ Ահռելի քանակություն ու տրամագիծ խողովակների։ Ոչ այդ Միջին Ասիայի նավթով, բանով Թուրքմենստանից, բանից գալու է նավահանգիստներ, այդ նավերից հանեն ու հենց որ այսա է, եթե դրա համար վրացին այսօր իր ուսանողների ուսման վարձը իջացրել է, սարքել է անվճար իրաց բուհերին։ Իսկ մեր մոտ
Մեր մոտ վճարով է, մեր մոտ գույքա հարկ են բարձրացնում, օրական տեսեք լացում են, թոշակառուն վատ ապրում են, մյուսը վատ ապրում։ Այս է։ Բժշկություն չկա ինչ որ մեկին բուժելու համար ազգովի փող են հավաքում, էս են անում։ Այդ դրա համար մենք էսօրի ենք։ Դրա համար վրացին հասկանում է, որ իրանք կրթությունը դա կարևոր բան է, մարդկանց կրթի, որ գողական թզբեղցի չաթլակ չլինեն։ Բայց Հայաստանում կրթությունը ինչին է պետք, գնան ճշտի դպրոց անցնեն, գողական սահմանադրություն ընդունեն, սովորեն, բան անեն, վասմիկանեշնիկ հավատան։ Այս ենք մենք։ Այսպես է մեզ մանիպուլացնում, զբաղացնում, Սամվել Կարապետյանը բանդից ազատ արճակվեց, ծափահարում, էսանում, վազվզում, իրար հերթ չտալով շնորհավորում, որ տես, շեֆ, ես ըստեղ եմ, ես էլ եմ շնորհավորում, վաղը որ մի թուլափա այսպես նվեր անես ինձ էլ արա։ Դիշովկեք, այս դիշովկա ազգ ենք, դիշովկա ազգ։ Բայց սիրում ենք, որ մեկը հանկարծ լավ գովի ասի, հազարամյա իմաստուն, աշխարհը չէ լինի, որ տես ոնց են խառնվում իրար։ Ազգովի sense պոչերներս շարժում ենք։ Բայց հələ նայեք ինչա։ Ընկած պրեմիաներն են նրանց քննարկում էլի։ Մեկ ասել է լրագրողներին, որ Սերժը գնում էր բաներ անում, բյուջեն կազինոները մսխում էր, այն ժամանակ քիչ էիք խոսում, Դրա համար մեր ազգի մի հատ լավ մեծ զանգված կա, ասում եմ, այս սրանք սա ես աշխատում են այդ մի տնկետ զանգվածի վրա, էլի, բայց մի խելքը գլխին զանգվածը ասենց նայում է, սրանց էլ է քրվում, դրանց էլ է քրվում։ Ու ճիշտ են ասում են մարդիկ, կտրության գնալ պետք չի։ Ես եմ ասում, որ սենց մնաց, ավելավա նստեք տունել նայեք դեղ, ոնց էր մի քանի անլվայի ձայների իրար մեջ կիսելու, էլի։ Անատամ չլվացված են տոտաներ կան գժ դեմքով, որ մելում են միտինգներին խոսում գորգրում անիծում։ Էսա, երևի բան չմոռացա։ Էսա, սրա մեջ, սա լավ ենա, որ հլը դեր սա ստորագրած չի, սա էլի սենց բան է, զայվլենյա էպես մի բան է, էլի սևագիր, պայմանագրի սևագիրն է, էլի։ Տեսնենք վերջնականն ինչ կլինի։ Բայց այն, որ մեր մոտ ոչ մի ցույց չենք անում, ոչ մի բողոքի ակցիա է 26%-ին նվիրված վերաբերվող, ուրեմն սրան էլ արժանի ենք։ Հաջողություն։